Ողջույն, Civilnet-ի հյուրը Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, ընդդիմադիր գործիչ, այժմ կալանքի մեջ գտնվող Արեգնազ Մանուկյանի քույրն է, Տաթևիկ Մանուկյանը, բարև ձեզ Տիկին Մանուկյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Գիտենք, որ վերջերս հուլիսի 9-ին Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեղադրանքով, նույն քրեական վարույթի շրջանակում, ինչ Անդրանիկ Թևանյանը, եւ մինչ այդ դեռևս հունիսին, կարծեմ հունիսի 12-ին էլի խուզարկություն էր եղել Արեգնազ Մանուկյանի բնակարանում, այդ ժամանակ իրեն հարցաքննության էին կանչել որպես վկա։ Այսինքն դեռ մեղադրանք չէր առաջադրվել։ Ուզում եմ, եթե տիրապետում եք, ներկայացնեք այդ խուզարկման process-ի մանրամասները, ոնց է եղել, պատահական, այսպես ներխուժում ա եղել, թե իրեն հրավիրել են հարցաքննության, ինչ գիտեք դուք։ Տեսեք, ուրեմն այն, որ գալու էին խուզարկության, դա սպասվում էր, հա, Արեգնազն էլ շատ լավ գիտեր եւ սպասում էր, շատ անգամներ նաեւ ասել էր, որ սպասում եմ, թե երբ են գալու, խուզարկության եկել էին ժամը 7:30 առավոտյան, երբ բոլորը քնած էին, հա, երեխան տանը ունի մեծահասակ սկեսուր-սկեսրայր, պատահական այդպես մտել էին, ամբողջ տունը խուզարկել էին, այնտեղ Արեգնազը նաև լայվ էր մտել, այդ կադրերն է կային, որ դա դեռ հունիսին։ Այո, հունիսի մասին է խոսքը, սկզբում թուղթը ցույց չէին տալիս, հետո բայց ցույց տվեցին, ամեն ինչ այդ թղթաբանությունում նորմալ էր, այդպես մտել էին, խուզարկել էին, բնականաբար ոչինչ չէին գտել, որովհետև ոչինչ չէին էլ կարող գտնել, հա, առավել եւս ինչ որ պետական գաղտնիքի մասին այդտեղ ընդհանրապես խոսք չի կարող լինել, որովհետև Արեգնազին ճանաչողներն էլ, հա, գիտեն, որ բացառվում է դա էլի, այդպիսի բան, որովհետև ամբողջ իր գիտակցական կյանքում պայքարել է հանուն հայրենիքի, շատ ազնիվ հայրենասեր աղջիկ, ես դա չեմ ասում որպես իմ քույր, դա բոլորը գիտեն, բոլորն են ասում, եւ համոզված եմ նաեւ, որ ովքեր կալանավորել են, նրանք էլ շատ լավ դրա մասին գիտեն։ Իսկ արդեն երբ որ եկավ այդ օրը, որ էդ էլ սպասում էինք, ու շատ զարմանալի էր, որ 20 օր, հա, սպասեցնել տվեցին, այսպես ասած, ու շատ հանգիստ կարող էին իրենք ուղակի կանչել, ասել, որ գիտեք ինչ կա, հրավիրում ենք ձեզ, հա, թուղթը ուղարկել, իմ իմանալով չի եղել, որովհետև էլի շատ պատահական առավոտյան են մտել, էլի նույն երեխաների աչքի առաջ, սկեսուր-սկեսրայրի աչքի առաջ, հա, եւ ասել են, որ դուք կալանավորված եք, այնտեղ Արեգնազը այն օրն էինք խոսում ամուսնու հետ, որ ասել է կարելի է գոնե մտնեմ, հարդարվեմ, նոր եմ արթնացել, հա։ Դա էի ուզում հարցնել, իրեր թույլ չեն տվել, ենթադրում եմ թույլ չեն տվել վերցնել, հա, իրեր ուտելիք, ինչ որ այդպիսի բաներ, հագուս չէ, որովհետև հետո երբ որ արդեն դատարանում էր, ինքը կարողացել էր փաստաբանի միջոցով ասել, որ իսկ դա արդեն ժամը 5-ի կողմերն էր, հա, իսկ իրեն տարել էին առավոտյան 7:30-8-ի կողմերը, որ մրսում եմ էլի, ինչ որ մի բան բերեք, մեկ էլ ասել էր, սենց մի փոքր գոնե ուտելիք բան, մենք տարանք, բայց թույլ չտվեցին ներս մտցնել։ Իսկ իրենք տվեցին։ Չէ, իմ իմանալով իրենք չեն տվել, չէ։ Ու այդ ժամանակ Արեգնազը իմ իմանալով փաստաբանին էլ ասել է, որ շատ վատ պայմաններ են եղել, շատ, հա, եւ վերաբերմունքը եւ այդ ընդհանուր պայմանները։ Կուզեմ, եթե հնարավոր է վերաբերմունքի մասին էլ խոսենք ավելի մանրամասն եւ իր հետ կապը փաստորեն միայն փաստաբանի Տաթևիկ Սողոյանի միջոցով է։ Հա, միայն փաստաբանի, այսինքն իրեն զրկել են բոլոր այդ կապի միջոցներից, հա, նույնիսկ երեխայի հետ խոսել, մոր հետ խոսել, դրա մասին էլ բազմիցս անգամ ասվել է։ Այս ընթացքում ոչ մի անգամ չեք խոսել։ Չէ, դե արգելված է իր այդ կալանավորման, չգիտեմ, դա հիմք է կոչվում, վարույթ է կոչվում, չգիտեմ, հա, դրանով ամեն ինչ արգելված է, հա, եւ տեսակցություն, եւ հեռախոսակապ, այսինքն իր կապը միայն փաստաբանի հետ է։ Փաստաբանը կարող է գնալ իրեն այնտեղ տեսնել եւ ինքը հեռախոսակապով կարող է փաստաբանի հետ խոսել։ Ասացիք, որ վերաբերմունքն էլ է վատ, ոչ թույլատրելի եղել, մոտավոր կներկայացնեք ինչ նկատի ունեք։
տեսեք, ուրեմն վատ է եղել այդ ընթացքում միջև իրեն այսքան այդ առաջին օրը, հա, իսկ արդեն հիմա այդ կալանավայրում այն օրը մենք փաստաբանի հետ որ խոսում էինք, իմ ջալոտ փաստաբանը եկել էր մայրիկիս տեսակցության, հա, աղջիկներ էր բերել էինք մամայի տուն, այդտեղ խոսեցինք, ասեց, որ Արեգնազ ասում է, այստեղ նորմալ է, շատ հարգալից առանց որևէ խնդիրների այդ առաջին օրվանից էր, հա, ինքը ասել, որ հա բողոքել էր, որ շատ վատ էր եղել, դե ասում եմ պարզ ամբողջ օրը ինքը այնտեղ ա եղել, մի կտոր հաց չեն տվել, որ ուտի։ Ինչու՞ է պայմանավորված ձեզ բոլորի հանդեպ է նույն վերաբերմունքը, թե այստեղ ինչ որ անձնական չեմ կարող ասել, չգիտեմ, հիմա ասեմ գիտեք, դա արվում էր զուտ քաղաքական ինչ որ բաներից ելնելով չեմ կարող ասել էլի այնպես չլինի, որ ինչ որ զուտ կամ բան ենթադրություններ անեմ, չգիտեմ, միգուցե բոլորի հանդեպ է այդպես հենց առաջին օրը բոլորին են այդպես վերաբերում, հա, որովհետև արդեն հիմա ասել էր, որ չէ, ես գոհ եմ, խնդիր չկա, շատ հարգալից, ամեն ինչ, հա, նորմալ է։ Այստեղ երևի ամենազգայուն հարցը երեխայի հարցն է, ասացիք, որ 13-ամյա դստերը հետ շփվելու հնարավորություն չունի, կհամարձակվեմ ասել հարցնել ինչ վիճակում է երեխան։ Դե պատկերացրեք, հա, 13 տարեկան աղջիկ դեռահասության տարիքում ու զրկված իր մայրիկի ներկայությունից։ Այս քանի օր մինչև ժամը 6-ը արթուն է մնում, հա, առավոտյան նրա հայրիկը ասաց, որ վալիրյան կայեմ տվե, որ խմի, որ կարողանա անջատվել քնել, մինչև ժամը 5-6-ը արթուն, մամայիս էի կարոտել, առանց մամայի չէի կարողանում քնել, հիմա մենք իչքան էլ կողքից փորձենք, հա, որովհետև ինքը հոր հետ էլ շատ կապված է, իչքան էլ փորձենք ամեն ինչ անենք, բայց մոր ներկայությունը դուք գիտեք էլի, ու ընդհանրապես ոչ մի երկրում այդպիսի բան չկա էլի, նույնիսկ այն ամենա վատ արար կանողնել, հա, այն մարդասպաննել իրավունք է ունենում իր անչափահաս երեխաների հետ շփվել, ոչ մեկ իրավունք չունի զրկի, դա իր իրավունքն է, հա, ու ես համոզված եմ, որ մեզ մոտ էլ դա կա, որ դա իր իրավունքն է, ոչ մեկ իրավունք չունի զրկի իր երեխայի հետ շփումից։ Մայրիկս, գիտեք, տեսեք, 85 տարեկան մայր ունենք, հա, ասենք թե, բայց ես ինչ որ առումով հա մայրիկիս կողքին եմ, չնայած մայրիկս էլ շատ ծանր է տանում, շատ հաց չի ուտում, այն օր ասում էր, մեկը հաց չեմ ուտում, ասում է, տեղ չկա այդ պետական այդ ուժային կառույցներում, ուր գնամ, ասում է, նստեմ բան անեմ, հացադուլ անեմ, ասում եմ, մամ, դու հաց կեր էլի, հաց կեր առողջ եղի, հիմա որ հանկարծ քեզ մի բան չլինի, քո հացադուլ անելով ոչինչ չի փոխվելու, Արեգնազի վիճակը չի լավանալու դրանից, էլի, արի դու քեզ լավ նայի, դրանով արդեն ու Տաթևիկն էլ որ եկել էր մայրիկիս տեսակցության, հենց դա ասաց, որ ամենաշատը մտածում է ձեր մասին, իր աղջկա մասին ու ասում էր դուք ձեզ լավ նայեք, որ ես այստեղ լավ լինեմ։ Գործի ընթացքի մասին փաստաբանը ինչ տեղեկություններ է ձեզ հայտնում։ Դե գործի ընթացքի մասին տեսեք ավելի շատ կապը ամուսնու հետ է, հա, ես էլ ամուսնուց եմ իմանում, դիմել են վերաքննիչ դատարան, հիմա տեսնենք որևէ բան կանեն, թե չեն անի, դիմել են վերաքննիչ դատարան, բողոքել ներկայացրել, փաստաբանները, այո, երկու երկամսյա կալանքի դեմ են բողոք ներկայացրել, ուզում եմ լսել դուք ակնկալիքներ ունեք։ Ճիշտը որ ասում են, հույսը չենք կորցնում, բայց ռեալ որ նայում եմ, թե ինչ է կատարվում, հա, ներկայում Հայաստանում, հույս չունեմ, բայց չգիտեմ, նորից եմ ասում, հուսանք, որ գոնե կգտնվի մի դատավոր, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով տնային կալանք կփոխի, բայց նույնիսկ եթե չանեն էլ այդ տնային կալանքը չփոխեն, գոնե այդ կապի միջոցները թույլ տան, որ ինքը կարողանա տեսակցել իր երեխային կամ հեռախոսով խոսել, գոնե այդ պահով, հա, մեղմացնեն։ Փաստաբանը ինչ է ասում այդ բողոքի հնարավոր արդյունքի մասին, ինչ կարող է լինել, ինչ ակնկալիք ունի փաստաբանը, ոնց է գնահատում իրավիճակը։ Փաստաբանն էլ իրենք անում են իրենց գործը իդեալական, անում են ինչ հնարավոր է, հա, բայց իրենց կարծիքով փաստաբանների խափանման միջոցը կփոխվի։ Իրենք էլ ասում են հույս ունենք, որ կփոխվի։
չգիտեմ, որովհետև այնտեղ էլ, հա, դատավորից է կախված։ Հիմա եթե դատավորը այդքան ես գիտեք, այդքան մարդկային բանի վրա էլ չեմ դնում, որովհետև այս պարագայում ես հասկանում եմ, որ անում են այն, ինչը որ պիտի անեն։ Այսինքն ցանկացած մարդ կլինի դատավոր, թե ուրիշ մասնագիտության տեր մարդ, ոչ մեկ չի կարող ասել, որ այ շատ ճիշտ է, որ ինքը պիտի զրկվի իր աղջկա հետ շփումից։ Բայց եթե ասեն արեք այսպես, ուրեմն իրենք կանեն այդպես։ Հանրային արձագանքը ձեզ բավարարում է։ Այսինքն սոցիալական ցանցերում քննարկումներ, աջակցություն սովորական քաղաքացիներից, իրավապաշտպան կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպաններ, այսպես այս ամբողջ բույլը իր փարթակները օգտագործում է աջակցություն հայտնելու։ Գիտեք, անում են ամեն ինչ, հա, մարդու իրավունքների պաշտպանը գնացել էր, տեսել էր, արդյունքից ճիշտն ասած տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ գնացել էր, տեսնում եմ այդ սոցիալական հարթակներում գրվում է ամեն ինչ, հա, ու ամենավատը նաև, որ տեսնում ես թե այդ կոմենտները, հա, ինչեր են գրում, իսկ այդ կոմենտները նաև կարդում է իր աղջիկը, կարդում են աղջկա ընկերուհիները, ես շատ անգամ բացում եմ, նայում եմ, ասում եմ, լավ, այս մարդը, որ այսպիսի բան է գրել, հա, ինքը ինչ բարոյական իրավունք ունի, ինքը ճանաչում է իմ քրոջը, օրինակ։ Մի հատ տեսնեմ, ով է գոհունակությունն են հայտնում դա կալանքի։ Վայ, շատ լավ են արել, քիչ են արել, ավելի շատ պիտի անեին, ինչպես այս կարգի բաներ, ասում եմ, մի հատ տեսնեմ, էլի գտնենք, գնանք ու հարց տանք, ասենք դու ճանաչում ես այդ մարդուն ու չեմ ասում են ամենավատ բաները, ուղղակի ինձ չեմ թույլ տալիս կրկնել այն ինչը որ իրենք այնտեղ գրել են, բայց այդ գրողը կարող է լինի հասուն տղամարդ կամ կին, հա, կին, որ հայոյանք գրի, չգիտեմ, այդ մի ուրիշ հարց է, էլի, որ նորից եմ ասում, կարդում են նաև իր երեխաները, մայրիկս փառքաստու այդ բաները չի կարդում, չունի այդ Facebook բան, այդպիսի բաներ, բայց դա էլ ենք բացատրել երեխաներին, որ պարզապես մի կարդացեք, ուղղակի հեռու մնացեք, հա, իսկ թե ընդհանուր արձագանքը, գիտեք, կա, այնպես չի, որ չկա, կա, չեմ էլ կարող ասել այ դրանից ավել կարող էր լինել, թե չէր կարող լինել էլի, որովհետև այդ բաների մեջ այդքան չկամ էլի ես, որ ասենք թե այդ քաղաքական այդ բաների, որ տեսնեմ, բայց ես որ նայում եմ, ասենք թե ահագին, հա, այնտեղ այդ քննարկումները իրենց հայտնում են, օրինակ տեսնում են, որ շատ գործիչներ ասում են, հա, ես անձամբ չեմ ճանաչում, նույնիսկ ասում են, որ չեմ էլ կիսում, հա, մեր հայացքները, ասենք թե, բայց մեկ է, հա, իրենց արածը դա անմարդկային է եւ անթույլատրելի։ Եթե կալանքը խափանման միջոցը մնա կալանքը, ինչ հնարավոր գործողությունների սպասենք, ակցիաների, բողոքի արտահայտման ինչ ձևերի։ Գիտեք, այսինքն այս 2 ամսից, հա, որ էլի մնա կալանք, ճիշտը որ ասեմ, ինձ թվում է գոնե այդ 2 ամսից կալանքի կարող է չազատեն, բայց գոնե տնայինի փոխեն, էլի, որովհետև այստեղ գիտեք, միայն դա չի հարցը, էլի, որ տանը երեխա ունի սպասող, այստեղ հարցը է, որ ընդհանրապես բան չկա, հիմք չկա, այսինքն ինչ հիմքով եք դուք այդ մարդուն կալանավորել կամ ազատությունից զրկել։ Սահմանազատման թեմայով ազգային ժողովի փակ գաղտնի նիստի ընթացքի քննարկումները եւ արդյունքները։ Դե ես գիտեմ ինչ են ասում, շատ բան կարող են ասել։ Ռուսական կենտրոններից մեկին ներկայացնելու փակ, բայց ոչինչ փաստացի չի ասվում։ Այսինքն այդտեղ նաև հարց է, թե իմ քույրը ընդհանրապես ներկա եղել է այդ նիստին, թե ներկա չի եղել, հա, միգուցե պարզապես այդ օրը ներկա մտել է, ստորագրել է, թող է դուրս է եկել, այսինքն դա էլ է, գիտեք, 2 տարվա վաղեմություն ունի, հաստատ 2 տարվա վիդեոները, չէ, այդ բաները, ձայնագրությունները պահպանված չեն, ու չես կարող ապացուցել, որ ինքը ներսում չի եղել, կասեն եղել է։ Հիմա եթե պետք լինի, օրինակ, մի քանի վկայել կբերեն, որ կասեն, հա, մենք հիշում ենք ինքը այնտեղ նստած էր, ոնց որ ասենք, թե ինչ որ մեկը որոշեց, ասեց, այ Արեքնազը հաստատ դա հանած կլինի, որովհետև ի սկզբանե այդպիսի բան չկար, ի սկզբանե պարոն Թևանյանին ասել էին, որ դու ես դա արել, հետո երբ որ
Պարզ դարձավ, որ ախր այդ ժամանակ Թևանյանը չի եղել պատգամավոր, ինքը 23 թվականին, եթե չեմ սխալվում, արդեն հանձնել էր մանդատը, ուրեմն ոնց մենք սխալվեցինք, 24 թվականի համար մեղադրում ենք մի մարդուն, ով չի եղել, ահա մեկ էլ ինչ որ մեկը հայտնվում է, ասում է, հա ինքը չի եղել, ուրեմն իր օգնականը արած կլինի։ Այսինքն ինչ որ մեկի ենթադրության վրա մարդուն զրկում են ու այդ կարգի խստությամբ տենց չի կարելի էլի պարզ է որ այս ամեն ինչը զուտ ուղակի այդպես պիտի անեն, ասել են արեք, իրենք անում են։ Իսկ այն ինչ վերաբերում է այս ծանրության հանցանքի մեղադրանքին ըստ փաստաբանի պրակտիկայում նման դեպքերում կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց, թե բացառության սկզբունքով, օրինաչափը թե չէ։ Գիտեք, ըստ փաստաբանի սա այն դեպքն է, որ ընդհանրապես պիտի կալանք չլինի, բայց իրենը հերիք չի կալանք է, նաև այդ խստությամբ կալանք է։ Այսինքն կալանավորում են ու այդ խստությունը դնում են 3 դեպքում, հա, երբ որ ինքը կարող է երկրից փախչել, երկրորդը նույն բանը կրկնել, հա, այդ հանցանքը նորից կրկնել, եւ երրորդը, որ կարողանա ազդել ոնց որ այդ հետաքննության ընթացքի վրա։ Հիմա ըստ փաստաբանի իրեն ասում են, որ կարող է անցնել ընթացքի վրա։ Այն երկուսը չեն, հա, ու ընդամենը այս մեկով տալ այդպիսի խիստ բան, այդպիսի բան չի եղել։ Լավ, մի հարց էլ տամ եւ ամփոփենք, ըստ ձեզ ինչու են թիրախավորել նրան։ Համարում եք, չէ՞ սա թիրախավորում։ Միանշանակ։ Ես ձեր փոխարեն պատասխանեցի, ներողություն, որ չհարցրի։ Միանշանակ, որովհետև ես չեմ կարծում կգտնվի ինչ-որ մեկը, որ կասի, որ այդպես չէ, որովհետև պարզ երևում է, որ սա սարքած գործ է, այստեղ որևէ բան չկա, հա, այստեղ բայց ինչն է հատկապես օրինակ զայրացրել, ինչ որ հայտարարություն, ինչ որ բան, որ դե այն, որ իրենք պայքարում են հանուն հայրենիքի, հա, իրենք ավելի մասնավոր գիտեք, այստեղ մի գուցե ավելի շատ թեման օրինակ Թևանյանն է, հա, ու դրամար Թևանյանի գործով ոնց ասեմ, այն տպավորությունն է, որ իրանք ուղղակի ուզում են պատժեն, ուզում են ցավեցնեն, հա? Այսինքն, տեսեք, կալանքը ընդհանրապես ինքը պիտի չլինի պատիժ, պատժամիջոց, դա պիտի լինի այդ 3 դեպքից խուսափելու համար, դե հա, 3 դեպքից մեկն էլ բայց իրենը սա արված է պատժելու համար։ Տես դու մեզ չլսեցիր, մի գուցե ես չգիտեմ, դա ուղղակի ենթադրություն է, երբ որ եկան այդ տունը խուզարկելու, դա նաև ասեցին հտես, մենք քեզ զգուշացնում ենք, բայց Արեգնազը դե զգուշացողներից, այսինքն այն սկզբունքային մարդ է, որ հա, այդպիսի բաներից ինքը չի վախենում, ինքը իր կարծիքը ասել էր, ինքը դեմ խոսել էր, ինքը պաշտպանում էր, հա, Թևանյանին, ամեն միջոց կիրառում էր իրենց այդ ոդկասթների ժամանակ, հա, խոսում էին դեմ, դրա համար պատժեցին ու նաև ցավացնելով Թևանյանին, որովհետև նորից եմ ասում, ես այնքան հանգիստ եմ, հա, որ իրենք որևէ բան չեն կարող, այսինքն միջև դատ չի էլ հասնի, դատի ժամանակ, այսինքն չեն, չգիտեմ, դա ինչա կոչվում, հիմա կալանավորում են, հետո դատից հետո ինչ են անում, բայց փաստական տվյալների բացակայություն, հանցակազմի բացակայություն։ Դա 100%, որովհետև ընդհանրապես չկա որևէ փաստ, ոչ իր գործով, ոչ էլ Թևանյանի գործով, էլի։ Ուղղակի իրենք այդ մարդկանց իրենց ընդդիմադիր հայացքների համար փորձում են այսպես պատժել, որ նաև ցույց տալով մյուս ընդդիմադիրներին, որ գիտեք ինչ կա, եթե դուք խոսեք, այս նույն բանի դուք կարժանանաք։ Մի հարց էլ տամ, ասում եք, որ հանրային արձագանքը բավարարում է այն իմաստով, որ սոցիալական ցանցերում են արտահայտվում, բայց սա կարծեմ երկրորդ նմաներ է դեպքը Արեգնազ Մանուկյանի կալանքի, Լիդիա Մանթաշյանի կալանքին ավելի վաղ եղած եւ շատերը համացանցում, Facebook-ում հարցնում են ուր են հենց կին իրավապաշտպանները, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։
Այս մասով եք համարում, որ բավական Դե արձագանք կա, նայեք, թե կարող էր լինել ավելի։ Ես գիտեք ասեցի բավարար է, ոչ այն առումով, որ իրականում բավարար է։ Ես ասացի, որ ես չգիտեմ ինչ պիտի արվի, հա, ես մի քիչ էս քաղաքական էս բաներից այդքան տեղյակ չեմ, հա։ Միգուցե օրինակ ես մի բան կարող եմ ասել, որ երբ որ մենք դատարանի բակում էինք, երբ որ բերել էին Արեքնազին, այնտեղ ընդամենը մի քանի հոգի էին, այսինքն Արեքնազենց թիմներ, հա, եւ ես այնտեղ տեսա Աննա Գրիգորյանին եւ Վարդանյան, հա, ոնց որ Քրիստինե Վարդանյան իրեն տեսա, հա, ես ուրիշ ոչ ընդդիմադիր ինչ որ մարդկանց այնտեղ տեսա, հիմա այսօր Թևանյանի 2 ամիսը լրացավ, ուղղակի ես չկարողացա այնտեղ գնալ, որովհետև պիտի գայի ձեզ մոտ, հիմա չգիտեմ, այնտեղ գնացել են, չեն գնացել, այսինքն բոլորը պիտի հասկանա, նույն ընդդիմադիր մյուս, հա, ընդդիմադիրները պիտի հասկանան, որ սա այն դեպքն է, որ կարող է պատահել իրենցից յուրաքանչյուրի հետ, այսինքն այսպես թողնել, որ ահա, լավ, այս մեկին էլ բռնեցին, հիմա տեսեք դուք համեմատեցիք Մանթաշյանի գործի հետ, չէ, Մանթաշյանինը շատ ավելի, հա, այնտեղ տերորիզմ էր, Արեքնազինը մի կետով է, որ պիտի այդպես խիստ պահեն, իրենցը 3 կետն էլ կար, պահեցին 6 ամիս, հա, պահեցին, եւ արդյունքում ինչ եղավ, 18 հոգու, չէ, իրենք կալանավորել էին, 18 հոգու բաց թողեցին, այդ ժամանակ պիտի մի հատ այսպես աղմուկ բարձրանար, որ այսինքն դուք այս մարդկանց բռնել եք 18 հոգու 6 ամիս, կոնկրետ Մանթաշյանին, ես մյուսներին էլ ինչքան գիտեմ 6 ամիս պահել էին, եւ այդ բարոյական այդ բանը դուք այս մարդկանց ո՞նց եք բացատրելու, հիմա դուք պահեցիք, լավ, Արեքնազին, ու հետո ասեցիք, դե գիտես ինչ կա, չկար այդ հանցակազմը, մենք քեզ բաց ենք թողնում, բնականա կներեք չեն ասի, բայց նույնիսկ եթե ասեցին կներեք, դրանով իր երեխային ինչ տվեցին, հա, ոնց պիտի իրենք նայեն այդ երեխայի աչքերին եւ ասեն, գիտեք ինչ կա, մենք քո մամային ուղակի բռնել էինք, հիմա այս մարդկանց 6 ամիս պահել էին, այսինքն այդտեղ էլ էր պետք մի հատ աղմուկ բարձրացնել, որ այսինքն ինչ ուզում եք անում եք, դե մի հատ հանրային վեր կացեք եւ ներողություն խնդրեք, ասեք ձեզ նաեւ տալիս ենք բարոյական վնաս ենք փոխհատուցում, 6 ամիս պահել ենք այնտեղ, անազատության մեջ, այդ խիստ պայմաններում։ Շնորհակալություն շատ զրույցի համար, Civilnet podcast-ի տաղավարում Արեքնազ Մանուկյանի քույրն էր Տաթևիկ Մանուկյանը, կհանդիպենք։